Արդեն դիմումն եք կներեք, արդեն դիմումն եք ուսանում կենտրոնական ընտրական հանձնաժողով, հաշվի առնելով այս բոլոր գործընթացները, որոնք տեղի ունեցան հունիսի 7-ին եւ դրան հաջորդող օրերին։ Դուք ինչ սպասելիքներ ունեք կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Մենք ունենք միայն մի սպասելիք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր գործունեությունը ծավալի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի եւ սահմանադրության շրջանակներում, այլ ոչ թե լինի այս կամ այն քաղաքական ուժի, տվյալ դեպքում քաղաքացիական պայմանագիր եւ Նիկոլ Փաշինյանի ցանկությունների, երազանքների եւ այլն կամակատարը։ Պետք է շատ հստակ եւ պարզ ֆիքսել, որ այն իրավիճակը, որը մենք ունենք այսօր, շատ հստակ եւ ուղիղ ցույց է տալիս, որ իշխանությունը որքան էլ իրանք լուրջ դեմքով տենց իրենց ուժեղ տղեկի տեղ դնելով պնդեն, որ ի վերջո իրենք տենց անվերապահորեն քվեն ստացել ժողովրդից քվեն ստացողը ժողովրդի քվեն չի գողանում։ Սա պետք է շատ հստակ եւ պարզ ֆիքսել։ Խնդիրը հետեւյալն է։ Այսօր ունենք իրավիճակ, եւ փորձ է արվում բռնանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրելու իրավունքին։ Եվ այդ բռնանալը սկսել էր Ժորժան Եվ ըստ էության ունենք մի իրավիճակ, երբ որ բոլոր խոստումները նույն Փաշինյանի ծնկի բերել, չգիտեմ, կզզնել եւ այլն, ներողություն եմ խնդրում, որ այս բառերը կրկնում եմ, բայց այնուամենայնիվ իրականացվում է այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանդեպ։ Կես միլիոն հոգուց ավել մարդ, կես միլիոն հայ վիրավորելը ուղիղ եթերում հեգնելը եւ այլն ակնհայտ ցույց է տալիս, որ այո հոգեվարքի մեջ են եւ այդ հոգեվարքը բերում է այն իրավիճակի, որը մենք այսօր տեսնում ենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու յուրաքանչյուր քվեն ինքը անսասան եւ անհերքելի իրավունք է, որից այսօր մեզ փորձում են զրկել։ Երեք Նիկոլ Փաշինյանը, պարոն Աբովյան, ըստ էության ասաց, որ կարող են եւ մանդատները չվերցնել, դրանից որևէ բան չի փոխվի, ասաց ավելի լավ մաքուր ազգային ժողով կունենանք, չեն գա այդ կարշառակերության գարշահոտը չեն տարածի։ Այսինքն Ես փաստացի Նիկոլ Փաշինյանը անվանեց կես միլիոն հոգուց ավել մարդ գարշահոտ, տես գարշահոտ մարդիկ, ես չեմ հասկանում։ Ինչ վերաբերում է իր խոսքերին, թույլ տվեք ես չմեկնաբանեմ, շատ պարզ պատճառով իրենք խնդիր ունեն այսօր այս կամ այն առումով արդարացնեն իրենց բոլոր ապօրինի քայլերը։ Իսկ երբ ասում են, որ ձեր կուսակցությունից կարող են համալրել հայ, այսպես ասած, պակասող ձայները եւ ինչ-որ կոմպրոմիսի գնանք սրա վերաբերյալ։ Ժորժան, ինչ տեսեք կոմպրոմիս, ինչ կոմպրոմիսի մասին ենք խոսքը գնում։ Տեղի ունենում ըստ էության իրավական բեսպրեդել։ Տեղի ունենում ըստ էության իրավական առումով մարդկանց ազատ կամքի վրա բռնանալ։ Ինչ է կատարում այնտեղ։ Տեսնենք, ժողովուրդ ջան, էլի եմ ասում, իրականում առանց այլևայլության հաշվի առնելով այս իշխանության մոլուցկը, գիտեք, ապականել, սենց, չգիտեմ, ոտներով թրվռալ այն ամենին, ինչը ըստ էության հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության գոնե բնականon գոյության համար, այս գործողությունները մի կողմից զարմանալի չեն, բայց մի կողմից էլ ես չեմ ասում իրանք ինչով են մտածում։ Պարոն Աբովյան, եւ Սամվել Կարապետյանը քիչ առաջ ճեպազրույցով է հանդես եկել եւ առաջարկել ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել ԲՀԿ-ն, եթե նման սցենար։ Ես ճիշտ ասած զերծ կմնամ պարոն Կարապետյանի հայտարարությունը մեկնաբանել, որովհետև առայժմ չեմ կարդացել, ծանոթ չեմ, մնացած բոլոր զարգացումների մասով մենք ձեզ, եթե ինչ-որ բան փոփոխվի, այդուհանդերձ բոլոր հնարավոր քայլերի եւ որոշումների մասով մենք անպայման կտեղեկացնենք։ Ես լիազորված չեմ հիմա այս կարգի հարցերի պատասխանել։ Ես եւս մեկ անգամ կրկնում եմ, ես նոր ձեզանից լսեցի, որ այսպես թեմա կա, ոչ քննարկել ենք թիմով, ոչ ավելի քան վստահաբար եմ ասում, էլի, հələ տեղյակ չեմ, դրա համար ես ինձ իրավունք չեմ վերապահում օդից ինչ-որ բաներ հորինեմ ասեմ։
Պարոն Աբովյան, իշխանությունները այսօր պնդում են եւ մի տեսակ հեգնանքով նշում են, որ չնայած հիբրիդային միջամտությանը Ռուսաստանի կողմից ընդդիմությունը գործակալները չկարողացան հաղթել։ Ժողովուրդ ջան, վստահաբար ասում եմ, այս երկրում եթե ինչ-որ մեկը հիբրիդային պատերազմ վարելա Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեմ եւ սա ամենավառ դրսեւորումն է։ Բոլոր իրենց արտահայտությունները, բոլոր իրենց հասկանում եք թեզավորումը, բոլոր իրենց Թուրքի ու ադրբեջանցու դեմ դե լավ մի օրինակ բերեմ, այս վերջին ամսվա ընթացքում ինչ վիրավորանք, ինչ կեղտոտ բառ, ինչ ասի լկտիություն, սուտ, ինչ ասես չլսվեց, չէ, ընդդիմության հասցեին, այսինքն հայերի հասցեին։ Մի հատ ծպտուն Ալիևի, Հայասպան Ալիևի ու Հայասպան Էրդողանի ուղղությամբ եղել է, ըստ երևույթի մենք ունեցել ենք մի իրավիճակ, երբ որ սրանք դուրս են գալի ու լուրջ դեմքով իրանք իրանց արտաքին հետախուզության ծառայությանը հերքում են, որովհետև արտաքին հետախուզության ծառայությունը 2026 թվականին սկզբին հրապարակել էր զեկույց, որտեղ ակնհայտ ցույց էր տվել Արևմտյան Ադրբեջան վիժվասկացին այդ գաղափարի իրականացման վտանգը Հայաստանի համար եւ ադրբեջանցիների բնակեցնելու։ Սրանք դուրս են գալի, ասում են, «Տես բան չկա, շպիոններն են, լրտեսներ են, ախպեր, դուք մի հատ գնացեք, ձեր մեջ պայմանավորվեք, ով ինչա խոսում»։ Որովհետեւ այս պարագայում ստացվում է, որ դուք ձեզ հերքում եք։ Ժողովուրդը, որ քվեարկել է ընդդիմությանը, փողով է քվեարկել։ Բայց ասում, ուրեմն գլուխները պատով են տալի են մարդիկ, ովքեր համարում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որ կարելի է առնել կամ չգիտեմ փողով քվեարկության բեր։ Գլուխները պատով են տալի։ Չգիտեմ։ Ես կարծում եմ այդ հարցերը պետք է տակ իրենց, դրա հետ մեկտեղ եւս մեկ անգամ կրկնեմ։ Բոլոր այս իշխանությունը 180 աստիճան հակառակ իշխանությունն է։ Ինքը ինչ ասում է, պետք է հասկանաս հակառակ 180 աստիճանով։ Հակառակ Եվ բոլոր իրենց խոսքերը, բոլոր իրենց այդ իբր լուրջ դեմքով խելացի մտքեր եք արտահայտում։ Բա դուք գեդինը չեք մտնում, բա դուք երթում եք ուտում, հələ դնենք մի կողմ ընդդիմությունը։ Երթում եք ուտում քաղաքացու անունը, որ ով ինչ ուզում լինի քաղաքացու քվեն սրբությունա։ Բա ուրա վերցրեցի քաղաքացու քվեն ու տվեցի գետնով։ Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ 100 միլիոնավոր դոլարներ է ծախսել ընդդիմությունը մարդկանց կաշառելու համար, ինչ կասեք։ Զրպարտություն է պատրաստում եք օրինակ Վահագն Ալեքսանյանի դեմ հայձով։ Մի վարքյան էլի ժողովուրդ ջան։ Գոյություն ունի հետևյալը։ Ժողովուրդը, մարդիկ, ովքեր գնացել քվեարկել են, սրանք այնքան իրականում խառնվել են, որ նույնիսկ չեն հասկանում ինչ են խոսում։ Եվ եթե իրանց համար հայ ժողովուրդը միայն այն մարդիկն են, ովքեր իրենց ձայնն են տալիս, ապա իրենց համար տխուր լուր ունեն։ Հայաստանի Հանրապետության բնակչության գերակա մասը, նույնիսկ մարդիկ, ովքեր իրենց ձայն էին տվել, շատ շանտաժի տակ, ճնշման տակ, չգիտեմ ինչի տակ, իրենց դեմ են։ Վերջ։